Սերժ Սարգսյանի Պուտինին ուղղված աղերսագդի մասին մի բան ասեմ։ Հանուն պետության եւ ժողովրդի կարելի անել գրեթե ամեն ինչ, անգամ աղերսագիր գրել այլ երկրի ղեկավարին, խնդրելով, աղաչելով փրկություն։ Բայց մի դեպքում, եթե անկեղծ ես, եթե պատրաստ ես կանգնել ժողովրդի առաջ ու ասել ողջ ճշմարտությունը, դա կարող է լինել շատ ծանր, բայց քաղաքական պատասխանատու քայլ։ Բայց երբ մի ձեռքով աղերսագիր ես գրում Մոսկվա, ընդունելով, որ Ղարաբաղի հարցում իրավիճակն անհույս է, իսկ մյուսով ներսում շարունակում ես կերակրել հասարակությանը հաղթանակի, ուժի, անզիջում լինելու մասին լեգենդներով, սա պարզապես անամոթություն է։ Աղերսագրի այս ամբողջ դժբախտությունը ըստ իս հենց սրանում է։ Տարիներով ժողովրդին ասել ես, թե իբր հաղթել ես ապրիլյան պատերազմում, թե հողերը երբեք չես տա, բանակը մարտունակ է, միլիարդավոր ժամանակակից զենքեր ես գնել, մարդիկ աղքատ են ապրում, որտեվ Ղարաբաղն ես պահում, կոռուպցիան անխուսափելի է, որտեվ զբաղված ես Ղարաբաղով, դպրոց, մանկապարտեզ, ճանապարհ չես կառուցում, որտեվ խրամատ ես կառուցում, երկաթուղին ես քանդում ու վաճառում, որտեվ բանակին երկաթ է պետք, ժողովրդավարություն չկա, որտեվ պատերազմող երկիր ենք, ընտրությունները կեղծվում են, բիզնեսը ռեկետի է ենթարկվում, թոշակներն ու աշխատավարձերը չեն բարձրանում, որովհետև Ղարաբաղին է պետք։ Սերժ Սարգսյանի աղերսագիր գրելու խնդիրն ինձ համար ոչ թե նրանում է, որ նա դիմել է Պուտինին, այլ նրանում, որ տարիներ շարունակ Ղարաբաղը դարձել է ծածկագիր սեփական քայքայված պետության, գողացված ընտրությունների, թալանված բյուջեի եւ խեղդված ժողովրդավարության համար։ Երբ Ղարաբաղը վերածվում է ներքաղաքական քողարկման գործիքի, վերջում կորցնում ես եւ Ղարաբաղը, եւ պետության արժանապատվությունը։